Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փաշինյանն Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով, Էրդողանն էլ Փաշինյանին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել շարունակել երկխոսությունը, հայտնում է հայկական կողմը։ Թուրքական կողմի հայտարարության համաձայն էլ Ռեջեփ Էրդողանը գոհունակություն է հայտնել Թուրքիա-Հայաստան շփումների առնչությամբ։ Հայաստանը հաստատում է պատրաստակամությունը հնարավորինս շուտ սկսել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման ամսաթիվը եւ վայրը որոշելու համար։ Խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա ասել է, որ ստորագրման նախապայմաններից մեկը ԵՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, որը Հայաստանի համար ընդունելի է։ Երբ ստորագրված փաստաթուղթը հայտնվի, հակամարտությունը կավարտվի։ Տրամաբանորեն այս հակամարտության հետ կապված որևէ կառույցի կարիք չի լինի, բացատրել է Միրզոյանը։ Հիշեցնենք, Ադրբեջանը պայմանագրի կնքման նախապայման է համարում նաև Հայաստանի սահմանադրությունը, որում իբր տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Գերիների եւ ապօրինի պահվող անձանց հարցերը մեծ օրակարգի կարևոր ու ցավոտ մաս են, երևի այն եզակի հարցերից, որտեղ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հետաքրքիր նորություններ է խոստացել։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ անվտանգային հարցերը լուծվում են, դրա շուրջ աշխատանքներ են տանում։ Ալեն Սիմոնյանն ընդգծել է նաև, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարություններին եւ կիսում դրանց պատասխանատվությունը։ Ձերբակալվել են Կոտայքի մարզի Պտղնի համայնքի նախկին ղեկավարն ու եւս 3 անձինք հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական բարույթի շրջանակում։ Այն վերաբերում է Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական եւ համայնքային 23 միավոր հողերի հափշտակությանն ու փողերի լվացմանը։ Համայնքի նախկին ղեկավար Արաքել Վիրաբյանը մեղադրվում է խարդախության եւ վատման եղանակներով առանձնապես խոշոր չափերով հափշտակության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։ Ձերբակալված մյուս անձինք մեղադրվում են այդ հանցանքների կատարմանն օժանդակելու եւ փողերի լվացման մեջ։ Ֆակտոր TV-ի տեղեկություններով ձերբակալվածների թվում է նաեւ նախկին պաշտոնյայի որդին։ Հայաստանի տնտեսվարող երկու կազմակերպություններ 2021-ից 23 թվականներին խուսափել են հարկային պարտավորությունները պատժաճ կատարելուց, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ տնտեսվարող կազմակերպությունների տնօրեններն ամբողջությամբ վճարել են իրենց հարկային պարտավորությունները եւ վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 5.5 միլիարդ դրամի վնասը։ Սննդամթերքի անվտանգության տեղեկատվական մարմինը սկսել է վերահսկողություն պաղպաղակի արտադրություններում մի շարք արտադրատեսակներ, մասնավորապես Grand Candy ընկերության սենդվիչ վանիլային եւ շոկոլադե, պլոմբիր վանիլային սեր, ինչպես նաեւ պլոմբիր շոկոլադե կատնայուղով պաղպաղակները չեն համապատասխանել մանրէաբանական նորմերին։ Կատնայուղի փոխարինիչով պատրաստված ընտանեկան շոկոլադե, ընտանեկան վանիլային էսկիմո շոկոլադե եւ էսկիմո վանիլային պաղպաղակները չեն համապատասխանել կատնայուղի զանգվածային մասի եւ աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշներին։ Մոսկվայում կցանկանային լսել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտում է Ռուսաստանի օդանավակայանների վրա ուկրաինական հարձակումները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հաստատել է հունիսի 4-ի Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն իսկապես ասել է, որ ինքը որևէ տեղեկություն չի ունեցել Կիևի կողմից հարձակման նախապատրաստման մասին։ Պեսկովն ասել է նաև, որ Պուտինը Թրամփի հետ զրույցում հայտարարել է. Մոսկվան կպատասխանի Կիևի կողմից ռուսական օդանավակայանների վրա հարձակմանը։ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դանիգանը հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը դիվանագիտական 33 տարվա ծառայությունից հետո։ Դանիգանը հայտնել է, որ դա իր անձնական որոշումն է։ Դեսպանը նշել է, որ մինչև հուլիս կշարունակի աշխատել։